Նիկոլին շատ ցանկալի է, որ իր մրցակիցը լինի Ռոբերտ Քոչարյանը։ Որտեղ այդ դեպքում ինքը շատ հստակ կարողանում է խաղարկել ներկաներ, անցյալներ, հա, նախկիններ, թալանչիներ եւ այլը, քանի որ քրեական գործեր կար, ոչ մեկս բան չենք, որ այդ թեզը անպայման օգտագործելու է Նիկոլը։ Հիմքեր կան Քոչարյանին թալանչի ասելու, թե ոչ, պարոն Իսագուլյան։ Ես այդ հարցին ամենևին չեմ անդրադառնում, այդ հարցի պատասխանը կարող եմ միայն տալ դատարանը, ես դատարան չեմ, որպեսզի նման վերդիկտ կայացնել, բայց այն, որ այդ շահարկումը շատ լավ օգնում է Նիկոլ Փաշինյանին եւ դա աշխատող տարբերակ է, ուստի միակ ուժը, որի հետ կապված նման, ուրեմն արտահայտություն, նման համեմատություններ չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, դա նոր ձևավորվող ուժն է։ Սամվել Կարապետյանի մասին չեք կարող ասել, որ նա նախկին է, չեք կարող ասել, որ նա թալանչի է, որտեղ այդ մարդը բացի բարեգործությունից Հայաստանի Հանրապետության համար ուրիշ գործունեություն չի ծավալել, նաև Արցախի համար եւ որևէ կերպ չի ասոցացվում նախկինների հետ, ինչքան աշխատել են նախկինների հետ, նույնքան աշխատել է սկզբնական շրջանում նաև Նիկոլ Փաշինյանի հետ, եթե իր աշխատանքը ուղղված է եղել հանուն Հայաստանի կամ հանուն Արցախի ինչ որ բարեգործություն անում։